Բարի երեկո, խոսքի իրավունքում այսօր Ավետիք Չալաբյանի կինն է Անահիտ Ադամյանը, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ հավեցել եք։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Այսօր Կալանավարից Ավետիքը հրապարակել է ուղերձ, որտեղ հայտարարում է, որ աննկուն կրելու է իրեն բաժին հասած բեռը եւ պայքար շարունակելու է մինչեւ վերջնական հաղթանակ։ Այդ ուղերձում ինչն էր ամենակարևոր ուղերձը հասարակությանը, ըստ ձեզ։ Ինձ թվում է, որ կարևոր է հասկանալ ընդհանուր իրավիճակը, հա, Ավետիքի հետ կապված։ Ես եւ մեր ընտանիքը ընդհանրապես մեր ամբողջ շրջապատը մեր քաղաքական ընկերները այս կալանավորումը ընկալում են որպես վրեժխնդրություն եւ Ավետիքի ուղերձում կարևորը ինձ թվում է այն է, որ այդ վրեժխնդրությունը իր նպատակներին չի հասնի, այսինքն այն նպատակները, այն քաղաքական գիծը, որ Ավետիքը վերցրել է, դա ինքը դրանից չի հրաժարվելու այն պատճառով, որ իրեն sense կամայապես ազատազրկում են 2 ամիս բոլորից փակում են եւ ձայնի իրավունքից էլ զրկում են փաստացի այս բայդրությամբ։ Իսկ ինչ է ձեզ փոխանցում Ավետիքը անձնական նամակներում, որ դեռ հրապարակային չի հնչեցվել եւ կցանկանաք հնչեցնել, դե հանդիպումների մասին չեմ ասում, որտեղ գիտեմ արգելափակված են տեսակցությունները։ Հա, հանդիպումներ ցավոք սրտի մեր համար հնարավոր չեն, ոչ մեր երեխաների անձնական, գիտեք, մենք շփում ենք մեր փաստաբանների միջոցով ինչ որ նամակներ կարող ենք մենք փոխանակել, հիմնականում ինչի մասին խոսում ենք, դա այն է, թե ինչ կուզներ Ավետիքը հայտնել ընդհանրապես ասած հասարակությանը, հա, նախ որ իր կալանավորումը շատ հստակ կապված է իր քաղաքական գործունեության հետ։ Երևի հետևել եք, տեսել եք, թե ինչ, ասենք, ակտիվ գործունեություն է ունեցել եւ Հայաքվեն ամբողջությամբ եւ ինքը Ավետիքը այստեղ մեծ դեր է խաղացել այն, որ Հայաքվեն ժամանակ ընտրությունների համատեքստում սատարել է ուժեղ Հայաստանին, բավական մեծ ներդրում է ունեցել այդ գործում եւ որպես քարոզարշավի մասնակից եւ որպես գաղափարական ուղերձների գեներացնող եւ նաեւ որպես, ասենք, մարդկանց խումբ, որը հանդես է եկել եւ որպես վստահված անձ եւ այցելել իրենց այդ բոլոր քարոզարշավի միջոցառումներին, այսինքն այդ սատարելը ես կարծում եմ նաեւ իր ներդրումն է ունեցել այն արդյունքի մեջ, որը այսօր ընդդիմությունը կարողացել է ունենալ։ Եվ Ավետիքը իր ուղերձների մեջ դա է նշում, որ այն ինչ որ իր հետ այսօր կատարվում է, դա արդյունք է այն ամենի, ինչին Հայաքվեն եւ ինքը Ավետիքը կարողացել է հասնել մինչեւ օրս։ Ու դա ոչ միայն վերջին մի քանի ամսվա գործունեությունն է, դա ասենք եւ ավելի շուտ, ավելի վաղ գործունեության արդյունք է։ Մեր այն ամբողջ աշխատանքը, որը մենք կատարել ենք որպես անձինք եւ որպես Հայաքվե, բավականին լայնածավալ է սկսած ստորագրահավաքից 2023 թվականի եւ մինչեւ օրս, մինչեւ ամբողջ քաղաքական պայքարը։ Դուք անձնական վրեժխնդրության մասին խոսեցիք, չեք կարծում, որ հնարավոր է նաեւ, որ իշխանությունը փորձում է կանխել որոշակի քաղաքական զարգացումներ, լինեն դրանք հետընտրական, թե նախընտրական, կա կարծիք, որ արևմուտքը նրան հորդորում է, միգուցե ստիպում է նոր ընտրություններ անցկացնել։ Դե մեր այսօրվա վարչապետն ինձ թվում է այսպես նպատակ է դրել, որպեսզի հասնի իր հիմնական նպատակին, դա փոխել սահմանադրությունը։ Հիմա դրա համար իրեն անհրաժեշտ է եւ սահմանադրական մեծամասնություն եւ ամբողջապես վերահսկել եւ ազգային ժողովը եւ բոլոր ընդդիմադիր ուժերին բերել այնպիսի վիճակին, որպեսզի իրենք չկարողանան դիմադրել։ Ես իրականում ձեր հետ համաձայն եմ, որ այդ քայլերը, եթե նա այդ Ավետիքի կալանավորում եթե նայենք ընդհանուր համատեքստում եւ մնացած ընդդիմադիր ուժերի դեմ կատարվող նմանատիպ գործողությունները, հա, խոսում են նրա մասին, որ ինչքան հնարավոր է իզոլացնել այն մարդկանց, ովքեր ակտիվ են, ովքեր միտք են գեներացնում, ովքեր կարողանում են ինչ-որ եղանակ փոխել, հա, նաև ընդդիմադիր դաշտում, ովքեր նոր են, ովքեր կարողանում են լավ խոսք ասել եւ ազդել մարդկանց բերել իրենց դաշտ։ Մենք այսօր տեսնում ենք ինչ-որ աննախադեպ վիճակ քաղաքաբանտարկյալների
քանակի մասով ես վերջերս զրուցում էի AI-ի հետ, ինչպես բոլորս ենք զրուցում AI-ի հետ, ու փորձում էի գնահատել, թե այս պայծրությամբ Հայաստանը ընդհանրապես որ տեղում է գտնվում քաղաքաբանտարկյալների քանակով, եւ այսպեսի գնահատական կար, որ հնարավոր է 20-30-րդ տեղում արդեն աշխարհում, ու ընկել այն երկրների ցանկում, որոնք քաչ հայտնի են իրենց վերաբերմունքին քաղաքական անդիմության հանդեպ։ Ցավոք սրտի արտասահմանյան մեր գործընկերները դրա վրա աչք են փակում, բայց մենք ուղիղ քայլում ենք դեպի երևի սովետական միություն վերականգնելու ճանապարհով։ Այսինքն ակնկալիք չունեք, որ միջազգային իրավական կառույցների ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել ավետիքի դեպքը, թե Հայաստանի եւ մասնավորաբար ընդդիմության պարագայում նրանք ինչպես անցյալում նախկինում լուր են լինելու։ Գիտեք, այստեղ երևի կարևոր է խոսել այդ, եթե մենք խոսում ենք արևմուտք կամ միջազգային կազմակերպություններ, դրանք էլ միասեռ չեն, եւ նույն արևմուտքում կամ ասենք նույն տարբեր երկրներում կան քաղաքական տարբեր թևեր եւ կան քաղաքական թևեր, որոնք հարում են ավելի կոնսերվատիվ կամ ասենք ավելի ազգային օրակարգերին։ Կա օրինակ եվրոպական մեծ բավականին քաղաքական ուժ, որը կոչվում է Patriots for Europe, եթե չեմ սխալվում, եւ իրենց ընդհանրապես մոտեցումը այն է, որ Եվրոպան այլևս չպիտի ընդարձակվի, որովհետեւ դա ասենք ոչ մի օգուտ Եվրոպային այլևս չի բերում եւ նմանատիպ ուժերի կողմից ես կարծում եմ որ ուշադրությունը կլինի։ Եղել է վերջերս մի քանի օր առաջ եղել է նաեւ Christian Solidarity կազմակերպության կողմից ուղերձ հենց ավետիքի մասին եւ ես մտածում եմ որ այն ուժերը որոնց համար մեր ազգային արժեքները եւ մեր ազգային խոսքով գաղափարախոսությունը բնականաբար բնական ձևով ավելի մոտ է, նրանցից մենք կարող ենք ինչ-որ բան ակնկալել։ Իրենք այս պահի դրությամբ երևի մեծամասնություն չեմ կազմում եւ Եվրոպայում եւ այլ երկրներում, բայց համենայնդեպս այդ թևի հետ կարելի է աշխատել։ Միջազգային այլ կազմակերպությունների հետ աշխատել հնարավոր է եւ պետք է աշխատել, փաստական տվյալներ իրենց պետք է տրամադրել, իրենց արձագանքը այսպես ասենք, իրենցից արձագանք կարծում եմ կարելի է ստանալ, բայց դրա վրա ավելի շատ ջանք է պետք գործադրել, քան թե երևի թե նախկինում կդնես հնարավոր։ Ինչն եք համարում մեղադրանքի ամենաթույլ կամ ամենաանհիմն մասը, թե դուք իրավական փաստաթղթերի մեջ առանձնապես չեք խորանում։ Հիմա երևի չեմ խորանա, բայց ընդհանուր այդ պատմությունը, որը ստեղծվել է քննչական կոմիտեի կողմից, ընդհանուր առմամբ ֆանտաստիկայի ժանրից է, որ եղել է ինչ-որ ճանապարհորդություն եւ ավետիք ընդ ինչ-որ մարդկանց հանդիպել է, դատաքննության ժամանակ այդ ամենը կբացահայտվի, ուղղակի պարզ կդառնա, որ նման բան փաստացի հնարավոր չէր եղել, որ տեղի ունենա։ Երևի այս բանին այդքան ես էլ չեմ կարող շատ բան, որտեղ ինքս տվյալները չունեմ, հայ եւ իրավապաստաբանել չեմ, բայց կարծում եմ այս կալանավորումը ոնց որ հետեւյալ սցենարով է տեղ ունենում։ Այսինքն հիմա մարդուն կալանավորենք, փակենք, իզոլացնենք, հետո կպարզի, որ ինքը անմեղ է։ Համ հետո կպարզի, որ փաստացին հիմ չկա, դե լավ չստացվեց, սխալվեցինք, ու եթե ասենք այդպես այդ սցենարով օքեյ բաց կթողնենք։ Բայց այս երկու ամիսը մեզ պետք է որպեսզի ինքը փակ լինի։ Պաշտպանական թիմը ինչ քայլեր է պատրաստում ձեռնարկել առաջիկայում եւ ինչ է արդեն ձեռնարկել։ Բնականաբար չի նստելու սպասի 2 ամիս լեռանալու մի ընթացքում։ Բնականաբար։ Մենք պաշտպանական թիմը հիմնականում զբաղված է բողոքարկման պատրաստելով, մեր իրավական համակարգը միշտ դանդաղ է այդ առումով շարժվում եւ առաջին հերթին պետք է լինի ստանալ եղած որոշումները, որպեսզի դրանք բողոքարկվեն, որպեսզի դրանք նաև թույլ տան ընթացակարգը սկսել, հա, այդ հաջորդ քայլերի, դե երբ կլինի հաջորդ այդ բողոքարկման հետ կապված դատալսումը, չգիտեմ, կարող մի ամսից հետո լինի, բայց գործընթացը բնականաբար սկսել ենք արդեն։ Հասկացած ես։ Ինչ ուղերձ եք տեսնում ավետիքի կալանավորման մեջ մյուս քաղաքական գործիչների համար։ Մենք ինքներս մի տեսակ այդ լավատեսությունը ընդհանուր կորցրել ենք, ես միշտ ասում եմ, որ եթե ինչ-որ վատ բան կարա տեղ ունենա, տեղ կունենա։ Ես ուղղակի երևի իմ հորդորը կլինի պատրաստ լինել նման զարգացումներին, չհամարել, որ ձեր հետ կարող է չկատարվել, մենք բոլորս թիրախավորված ենք, եւ ինքներս եւ մեր ընտանիքները, ուղղակի պետք է դրան պատրաստ լինել եւ ուղղակի վերաբերվել որպես ինչ-որ արդեն Հայաստանում սովորական դարձած ընթացքի, դա վախենալու չէ, դա էլ կասեի երևի ինձ որպես։ Ձեզ բավարարում է հասարակության արձագանքը այն ամենին, ինչ տեղի ունեցել կոնկրետ ձեզ հետ։ Ով է
Այս օրերին ամենաշատ աջակցում ձեզ քաղաքական ուժերը նկատի ունեմ, քաղաքասարակությունը, թե շարքային քաղաքացիները։ Դե ձեր ընկերները բնականաբար ձեր կողքին կլինեն։ Մեր ընկերները դա շատ ուրախացնում է, որ մեր կողքին են եւ բոլոր տարիներ ընկերները մեզ այս պայդրության բոլոր գրում են, հարցնում են ինչով կարող են օգտակար լինել։ Ընդդիմադիր ուժերը բոլորը սատարում են եւ ընդդիմադիր ուժերից նաեւ տարբեր առաջարկներ կան, թե ինչպես կարելի է ընդհանուր քաղաքաբանտարկյալների թեման ավելի լսելի դարձնել։ Քաղաքահասարակությունը խորհրդության մեջ է, ինչպես եւ նախկինում, բայց բացառությամբ երևի այն քաղաքասարակության թիմերին, որոնք ավելի հակված են դիմադիր հայացքները ընդունելուն, հա, բայց ընդհանուր առմամբ ոչ մի արձագանք այս պայծրությամբ երկու չենք լսել իրենցից, այլ այդ քաղաքասարակությունից ինձ ավելի շատ երևի մտահոգում են, որ մեր ընդհանուր հասարակությունը ավելի այդպես ինչ որ անտարբեր ոչ միայն մեր նկատմամբ, այլ ընդհանուր թեմայի շուրջ ավելի անտարբեր։ Այ ինչ կուզեիք, որ այս պահին հասկանար այն քաղաքացին, որը չի հետևում քաղաքականությանը եւ ասում է սա ինձ չի վերաբերում կամ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Այդ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում թեզը երևի ճիշտ կլներ, եթե մենք ապրեինք, չգիտեմ, լինենք շուտ եվրոպական երկիր, գտնվենք Եվրոպայի կենտրոնում եւ մեծ հաշվով մեր շուրջի ոչ մի բան չկատարվեր։ Երբ որ մեր շրջակայքում երկրները, որոնք ակտիվ զբաղվում են քաղաքականությամբ, մենք իրենց քաղաքականությամբ թիրախում ենք, այդ դեպքում մենք ամենադեպս գոնե պետք է տեղյակ լինենք նրանց, թե ինչ է տեղի ունենում։ Եվ երկրորդը մենք փոքր հասարակություն ենք, ու այդ հասարակության մեջ բոլոր տեղի ունեցող իրադարձությունները բոլորից վրա ազդում են։ Ես կարծում եմ այդպես փակվել ինչ որ կաղապարի մեջ եւ ասել ես իմ աշխատանքը կամ ես գործը կանեմ, ամառս կվայելեմ, կգնամ, կհանգստանամ, հետ կգամ, իսկ մնացածը ինչ է վերաբերվում, այդքան էլ հերատեսական մոտեցում չէ եւ ես ինքս կարծում եմ որ քաղաքականությամբ զբաղվելը համենայնպես հետաքրքրվել է դա մեր բոլորի պարտականությունն է։ Կարող այդպեսի հին փիլիսոփաների կողմից չեմ հիշում ով ասել են, որ քաղաքականությունը բարոյականություն է։ Ես նախկինում դրան շատ դեմ էի այդ պնդմանը, բայց հիմա ես կարծում եմ, որ դա մեր բոլորիս երևի ինչ որ կերպ պետք է դրան առնչվենք ու ամենապես ունենանք դրան վերաբերմունք։ Հասկացա։ Ինչ են հարցնում երեխաները, ավետիքի ծնողները, ընտանիքի մյուս անդամները եւ ինչպես եք նրանց բացատրում կատարվածը։ Բայց վերաբերմունքի սպեկտրը շատ տարբեր է, ինչ որ մարդիկ իհարկե ասում են դուք նորից ընկաք այդ պատմությունների մեջ, միգուցե պետք չէ, միգուցե հերիք է, երեխաները ավելի տոկ ունեն, չնայած իրենց մոտ այլ վերաբերմունք, իրենք ասում են թե Okay, դուք հիմա այսքան բան արեցիք Հայաստանի համար, ինչու է Հայաստանը այդպես վարվում ձեր հետ, մենք իրենց բացատրում ենք, որ Հայաստանը եւ այս իշխանությունները դրանք տարբեր երևույթներ են, պետք չէ մեկը մյուսի հետ խառնել եւ մենք կշարունակենք Հայաստանի համար գործել։ Բայց երեխաները իրականում արդեն երևի նախորդ փորձը իրենց ավելի շոկային էր, հիմա իրենք ավելի պատրաստված են, ավելի շատ են կարդում, ավելի շատ են հետաքրքրվում, հարցնում են ինչով իրենք կարող են օգնել, ինչ գործողություն իրենք կարող են անել։ Ծնողների համար իհարկե դա ավելի բարդ է այս ամենին դիմանալը եւ տարիքային առանձնահատկություններից էլ ելնելով, բայց մենք իրենց էլ բացատրում ենք, որ դա մեր ընտրությունն է։ Մեր ընտրությունն է, ավետիքի ընտրությունն է եւ ավելին մենք այդ ընտրության համար չենք զղջում։ Ինչն է այսօր ամենադժվարը ձեր ընտանիքի համար։ Երևի տեսակցությունների բացակայությունը, բայց մենք դրան էլ կդիմանանք։ Մենք արդեն անցյալ փորձից 4 տարի առաջ տեղի ունեցած կալանավորումից հետո պատկերացնում ենք ինչպես կազմակերպել կյանքը, հա, այս իրավիճակի շուրջ, այնտեղ կենցաղային հարցերից սկսած, ավետիքի հետ, ասենք շփումներից սկսած, վերջացրած մինչև մեր առօրյա կյանքը եւ ընդհանրապես ասած այս ամբողջ իրավիճակի կառավարումը։ Չգիտեմ, երևի լավ բան չի, բայց ես կարող եմ արդեն մաստեր կլաս անցկացնել, թե ինչպես լինել քաղաքաբանտարկյալի կին, բայց չեմ ուզում ինչ-որ մաստեր կլասը լսողներ լինեն։ Թող դրա առիթը չլինի, հա, թող այդ լսողները ու ընկերները չլինեն այդ թեմայի։ Բայց ամենաբարդը այս անգամ այն է, որ ավետիքի հետ անմիջական շփում ավելի սահմանափակ է եւ ավելի դժվար է իր հետ եւ արագ նորություններով եւ ինչ որ իրենց հետ հետադարձ կապ ստանալ եւ նաեւ իրեն համար եւ ավելի դժվար է։ Մենք այստեղ իզոլացված այսպես չեն լինելը։ Բնականաբար ամենադժվարը իր համար է։ Եթե հիմա հնարավորություն ունենայիք մի քանի րոպեով դիմելու ավետիքին ուղիղ եթերում ինչ կասեիք նրան։ Մենք ասենք ես կասեի հետեւյալը, որ մեր համար անհանգստանալ պետք չի։ Մեր մոտ ամեն ինչ under control հայերեն բառը չի։
Կարևոր ավետիքը կհասկանա, եթե իհարկե հնարավորություն ունենա տեսնելու։ Մենք պայքարում ենք իր ազատության համար, մենք բոլոր քայլերը կանենք եւ ի տարբերություն 4 տարվա հնության դեպքերի, երբ որ մեր համար այս ամենը շատ ավելի շոկային էր, հիմա մենք ոնց որ դուրս ենք եկել մի փուլ, երբ որ ինքներս ենք իստում այդ կառավարում եւ օրակարգը եւ տեղ ունեցողը եւ ինքը ավետիքը դրան ավելի պատրաստ է։ Այնպես որ կարևորը ինքը իր առողջությանը հետևի, մնացած ամեն ինչով մեկ ինչ կարող ենք անենք։ Շատ լավ։ Իսկ եթե հնարավորություն ունենայիք մեկ հարց ուղղել երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությանը, որ հարցը կտայիք նրան, ինչ հարց կտայիք կամ ինչ որ բան կասեիք։ Հարցն է շիտ, դեռ երբևիցե չեմ մտածել։ Երևի հարցս հետևյալը կներ, այսինքն ինքը ինչ է մտածում, այդ վերջում այդ բոլոր ընդդիմադիրներին, եթե ինքը նստեցնի եւ տանի կալանավայր, արդյոք դրանից ինքը կարծում եմ որ կփոխի մեր հայ ժողովրդի, չգիտեմ, հայության ազգային այդ կերպարը կամ դեմքը։ Արդյոք նա հավատում է նրան, որ բոլորին նստացնելով ինչ որ իրական ինչ որ փոփոխություն կարող բերի իր օգտին։ Ես կարծում եմ դա այս պայմանությամբ ընդհանրապես կարգ էֆեկտ է բերում։ Ես արդեն չգիտեմ, գիտեք, արդեն վաղուց չեմ կարծում, որ ինչ որ հարցեր եմ պետք է տալ, կամ իր հետ ինչ որ ձև պետք է առնչվել, հա։ Իր էջին վաղուց չեմ հետևում, երբ որ հանկարծ հայտնվում եմ լրահոսում, աշխատում արագ փակել, բավական դժվար է դիմանալ։ Ու վերջի այս ընտրությունները ցույց տվեցին, որ իրականում հայ ազգի մեջ կա այդ խումբը, կա, ասենք թե այդ հանրությունը, որը իրեն դեմ է, չի վախենում այդ դեմ լինելուց, գնում է ընտրություններին եւ քվեարկում է ազգային արժեքների օգտին։ Այդ առումով ես հավատում եմ, որ միգուցե դժվար ճանապարհով, բայց այս ամբողջ ճանապարհի ամբողջ ոնց որ պայքարի ավարտը լինելով մեր օգտին, ազգային ուժերի օգտին։ Շնորհակալ եմ ձեզ համբերություն եմ մաղթում։ Հայկական երկրորդի եթերում խոսքի իրավունքից օգտվեց Անահիտ Ադամյանը, Ավետիք Չալաբյանի կինը, մենք կհանդիպենք ցտեսություն։